թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խոր վերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանկությունը իմ բախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Ալեն, բայլուս Երա ջան։ Վալյուս, Մուշո ջան։ Մուշո, ատոմից տեղեկություն չունես, Չէ Երա ջան, տեղեկություն չունեմ։ բայց papan ասում էր ինչ որ Մոսկվայից հյուրեր են եկել ու գիշերը իրանց հետ անցկացրել։ Հիմա էլ հանգստանում է դրա համար էլ հեռախոսն անջատել է։ Ու ասեց նաև դու էլ ես իրա հետ եղել, հա։ Հա, ճիշտ է, մոռացել է Երա ջան։ Մենք միասին ենք եղել, բայց ես չգիտեմ ուր է ատոմը։ Մուշո սուտ ես ասում։ Նման բան չի եղել, papan էլ ինձ նման բան չի ասել։ Իսկ այս պատմությունը ես հորինեցի, որ քեզ փորձեմ։ Մուշո, որտեղ է ատոմը։ Ինչ որ վատ բան է պատահել նրա հետ։ Երա ջան, ես իսկականից չգիտեմ թե որտեղ է ատոմը։ Պապա այդ հարցը թող ասի, լավ։ Մուշո, ինձ papan ոչինչ չի ասում։ Ինչ որ պատմություն է հնարել, որ ինձ հանգստացնի։ Մուշո, լսի թե ինչ եմ ասում։ Եթե մինչև երեկո ես ատոմից տեղեկություն չունեցա, զանգելու եմ ոստիկանություն։ Տենց բան չի կարելի անել, Երա։ Ինչի, բացատրի հասկանա, Մուշո։ Երա ջան, քո հարցերի պատասխանը ես հիմա չունեմ։ Մի քիչ համբերից պապատ քեզ ամեն ինչ կբացատրի, լավ։ Ինձ թվում է ատոմի հետ ամեն ինչ նորմալ է։ Հիմա ինձ կներես, ես պիտի գնամ։ Ալեն։ Կարելի է շեֆ։ Արի, ինչ կա Մուշո։ Ատոմից ինչ նորություն կա, շեֆ ջան։ Ոչ մի նորություն էլ չկա։ Զավենի զանգին եմ սպասում։ Շեֆ ջան, նոր Իրային տեսա այգում, նորից հարցուփորձ անում ատոմի մասին։ Ասում եմ, որ պապայի ասածներին չեմ հավատում, ու ատոմի հետ ինչ որ բան է պատահել։ Շեֆ, վերջում էլ ասեց, որ մինչև իրիկուն, եթե ատոմից տեղեկություն չեղավ, կդիմի ոստիկանությանը։ Ասա Զավեն։ Գիտես ես հիմա ում վրա եմ նայում, Վարդան։ Զավեն, հո ես պայծառատես չեմ, որ հեռավորության վրա տենամ, թե դու ում ես նայում։ Ես հիմա նայում եմ ատոմի վրա եւ մտածում։ Արդյոք արժե նրան կենթանի թողնել թե ոչ։ Վերջացրու Զավեն, մենք պայմանավորվել ենք, որ ատոմը ողջ է մնալու։ Ոչ, Վարդան։ Մեր պայմանավորվածությունը հետևյալում էր, որ ատոմի ողջ մնալու շանսերը կբարձրանան միայն այն դեպքում, եթե դու ինձ տաս այնինչ ինձ է պետք։ Եվ ինչ է քեզ հարկավոր, որ հենց հիմա դու ատոմին թողես։ Ասա, ես այդ քեզ կտամ։ Դու ինչ է մտածում ես, որ ես նրա մասին կարող եմ հեռախոսով ասել։ Ես քեզ ուզում եմ մի ժամից տեսնել ինձ մոտ ռեստորանում։ Լավ, ես կգամ, բայց միջև այդ դու հստակ մտածի, թե ինչ պահանջներ ես ներկայացնելու ինձ, որովհետև ես քո հետ խաղեր խաղալու տրամադրություն չունեմ։ Լավ,
Արի կմտածեմ։ Լսես Ավեն, ես քեզ մի խնդրանք ունեմ, որը հիմա դու պետք է կատարես։ Դատելով քո բարերից դա ոչ թե խնդրանք է, այլ պահանջ։ Արի բարերից հիմա մի կախվի Ավեն։ Դու հնարավորություն տուր, որ աղջիկս Ատոմի հետ խոսա, այդ կարևոր է։ Նրանց մեջ ինչ-որ լուրջ բան կա։ Այդ արդեն քո գործը չի Ավեն։ Թույլ տուր թող իրար հետ խոսան, այդ շատ կարևոր է հիմա։ Լավ, ես թույլ կտամ։ Վարդանի աղջիկն է քեզ հետ ուզում խոսել։ Տես հիմարություններ չանես, թե չէ, այդ աղջիկան էլ կդնես վտանգի տակ։ Ես հասկանում եմ։ Ալեքս, միացրու բարձրախոսը, ես ուզում եմ լսել նրանց խոսակցությունը։ Մուշո, իրային ասա թող շուտացնե։ Շուտ արա Մուշո։ Իրա ջան, Ատոմն է խոսա։ Ալո, Ատոմ։ Հայրա ջան, Ատոմ, ես որտեղ ես։ Ես մի օրից ավել քեզնից տեղեկություն չունեմ։ գործերով Իրա ջան։ Ուղղակի ժամանակ չի եղել, որ քեզ զանգեմ։ Դու ո՞նց ես, լավ ես։ Լավ եմ, մերսի։ Մենակ են ասա, երբ ես տուն գալու։ Կոնկրետ չեմ կարող ասել։ Հիմա քաղաքից դուրս ենք, բայց կաշխատեմ շուտ գամ։ Լավ Իր ջան, չեմ կարող երկար խոսալ։ Հետո կզանգեմ, լավ։ Լավ, պակա։ Այստեղ քշի, ստե։ Զավե մի րոպե սպասի։ Ես ուզում եմ քո հետ խոսամ։ Ասա, ես քեզ լսում եմ։ Այս վիճակի միակ մեղավորը ես եմ, ու ես ուզում եմ, որ Վարդանը ոչ մի ձևով կապ չունենա այս հարցի լուծման հետ, ու չտուժի։ Ոչ ինքը, ոչ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը։ Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ եթե Վարդանի միջամտությունը չլիներ, դու արդեն վաղուց ողջ չէիր։ Դու խելացի մարդ ես։ Դու հասկանում ես, որ ես մեռած ոչ մի բանով չեմ կարող քեզ օգտակար լինեմ։ Ես Ռուսաստանում լուրջ կապեր ունեմ։ Կարող եմ քեզ օգնել, որ քարերի տամսական ռասխոդը մի քանի անգամ ավելանա։ Գումարած դրան ես քո համար կաշխատեմ, ոնց դու էիր ուզում։ Այս ջահելները չեն կարող անեն, ինչ կարող եմ ես անել։ Տեսանք, թե դուք ոնց եք գործում։ Այս անգամ ուղղակի ձեր բախտը բերեց։ Դու իրոք պատրաստ ես ինձ համար աշխատելու Ատոմ։ Հա, Եթե նույնիսկ ստիպված լինես Վարդանի հետ թշնամանալու։ հա, ես պատրաստ եմ։ Գիտես, ես հատուկ նշանակության վերապատրաստման կուրսեր եմ անցել, որտեղ մեզ սովորեցրել են, թե ինչպես հասկանալ մարդը ստում է, թե ոչ։ Ու ես քեզ կարող եմ ասել 99.9% հավանականությամբ, որ դու ստում ես։ Եթե ես քեզ բաց թողնեմ, քո առաջին քայլը կլինի այն, որ դու նոր մահափորձ կազմակերպես իմ դեմ։ Իսկ եթե դու ուզում ես, որ պալյուբոմու ինձ վերացնես, ուրեմն արա այդ բանը, բայց Վարդանից հեռու մնա, ես չեմ ուզում, որ նա իմ պատճառով տուժի։ Գիտես, ես կմտածեմ քո երկրորդ առաջարկի մասին։
Շեֆ Մալխաս Նասարյան։ Ողջույն Մալխաս։ Բարև Զավեն։ Նստիր։ Եվ ինչով եմ պարտական քո վաղաժամ այցելության համար։ Երեք, բանկետի ժամանակ երբ հովոն ինձ մեղադրում էր, որ ես եմ Գոքորին բռնել տվել։ Ես ակնկալում եմ, որ գոնե վեր կկենաս։ Ու ինձ պաշտպանելու ու արդարացնելու փորձ կանես Զավեն։ Բայց դու չարեցիր։ Չարեցիր։ Բայց այս գաղափարի հեղինակը դու ես։ Ու ես կարա իմ կաշին փրկելու համար քո անունը տայ Զավեն։ Ինձ սուրճ բերեք։ Դու սխալվում ես Մալխաս։ Գաղափարի հեղինակը ես չի, այլ դու։ Ցանկանում էիր ամեն կերպ Գոքորից ազատվել։ Իսկ ես քեզ ընդամենը օգնել եմ եւ ուղղություն ցույց տվել։ Եթե ես քո ասած ուղղության միջև վերջ գնայի Զավեն, հիմա իմ գլխից խփած ու մի փոսում ընկած կլինեի։ Դու իրավունք չունեիր, այդ պահին ոչ մի բան չանեիր։ Լսիր Մալխաս, դու սխալվում ես։ Անկախ նրանից, թե Գոքորի հետ կապված պատմությունը ինչ վերջաբան ունեցավ, դու ինձ պետք է շնորհակալություն հայտնես։ Շնորհակալություն հայտնես նրա համար, որ երեկոյան ես չպաշտպանեցի քեզ։ Եթե ես դա անեի, ապա բոլորի համար պարզ կդառնար, որ մենք կրկին միասին ենք աշխատում։ Իսկ դա քեզ համար շատ վատ հետևանքներ կունենար։ Ավելի վատ քան են, որ եթե Երեմը չմիջամտեր, հիմա բանկետի ժամանակ հովոյին կարողա վրես զենք անեիմ Զավեն։ Պատկերացրու, որ այո։ Եթե Երեմը ոտքի չկանգներ ու չմիջամտեր, ապա սրահում կար մարդ, որը ոտքի կկանգներ եւ կասեր այնինչ նա։ Մալխաս, ես դրա մասին արդեն հոգացել եմ։ Շատ հետաքրքիր է։ Ով էր այդ մարդը։ Դա հիմա կարևոր չի։ Բայց այդ մարդը հստակ ցուցումներ է ստացել, թե ինչպես վարվել։ Դու գիտես, որ դեռևս Մոսկվայում ես ու Միրոն իրար հետ պրոբլեմներ ենք ունեցել։ Հիմա քեզ հարկավոր է, որքան հնարավոր է, համոզել նրան, որ մենք այլևս միասին չենք աշխատում։ Դա միակ ձևն է, որ նա քեզ վստահի ու հետագայում դու կարողանաս նրա տեղը գրավել։ Մի քիչ դժվար է հավատալ, որ դու ես ամեն ինչը իմ մասին մտածելով ես արել։ Իհարկե ոչ։ Ես նախ իմ շայրից ելնելով եմ արել այդ։ Մալխաս, դու դաժան, բայց պարզ մարդ ես։ Եվ միշտ ասում ես այն, ինչ մտածում ես։
Խոստովան եմ, որ ինձ համար ավելի ձեռնտու է քեզ տեսնել Միրոյի տեղում, քան Երեմին ու մնացածներին։ Նրանց հետ հեշտ չէ լեզու գտնելը։ Իսկ դու չես վախենում, երբ իմ դիրքերը կուժեղանա, առաջին հերթին հենց քեզ կվերացնի։ Ոչ։ Իսկ թե ինչու, չեմ ասում։ Որովհետև ինձ թվում է, որ դու այդ հարցի պատասխանը շատ լավ գիտես։ Իսկ ես կարամ վստահ լինեմ, որ դու ինձ կօգնես, երբ դրա կարիքը ունենամ։ Այո, կարող ես։ Սակայն այդ օգնությունը պետք է պրիվատ լինի։ Եվ դու պետք է աշխատես Միրոյի և մնացածների մոտ, ամեն ինչ անես, որպեսզի նրանք հավատան, որ մեր հարաբերությունները ծայր աստիճան լարված են։ Եվ նույնիսկ թշնամական։ Օգտագործիր ամեն հարմար առիթ այդ մասին նրանց հիշեցնելու համար։ Դու տեղյակ ես, որ երեք հարձակում ա եղել Օվազորա։ Ու այդ կիլերի պատճառով հիմա Միրոն ու Երեմը դրանց մոտ զալոժնիկ են։ Այո, տեղյակ եմ և վստահ եմ, որ շատ շուտով Հովիկը նրանց բաց կթողնի։ Այդ ոնց պետք է բաց թողի։ Եթե մինչև հիմա կիլերի մասին ոչ մի բան հայտնի չի զավը։ Ձեզ հայտնի չէ։ Իսկ ոստիկանությունն արդեն ձերբակալել է նրան։ Ձերբակալել է։ Իսկ ով ազակած չկա։ Ոչ մի պատվիրատու էլ չի եղել։ Դա մի խառը պատմություն է։ Մի աղջկա հետ կապված, որի սիրած տղան փորձել է սպանել Գոքորին։ Սա է ողջ պատմությունը։ Հələ նայ արա, մի հատ հիմարի պատճառով հələ ինչքան պրոբլեմի մեջ ընկանք մենք։ Դու տեղեկություն ունես Բարսեղի մասին։ Նա ինչ-որ վերջերս ընդհատակ է անցել։ Բարսեղը ով է։ Բարսեղը։ Այն Բարսեղը, որը 2 օր առաջ քեզ հետ միասին քո համարանոցում էր։ Այդ փաստորեն իմ ախրանայում եք քո մարդիկ ունես։ Ինձանից ինֆորմացիա նա քեզ հասցնում։ Դա արդեն կարևոր չէ, դու ավելի լավ է իմ հարցին պատասխանես։ Եկել էր փող էր ուզում։ $1 միլիոն, որ բերեր քեզ տար։ Եվ դու ինչ խորհուրդ տվեցիր նրան։ Ասեցի գնա քո պրոբլեմները ոնց ուզում ես լուծի, առանց քեզ էլ ես լիքը պրոբլեմ ունեմ։ Զավեն, ինչ ես այդ հարիֆին պատին դեմ տվել։ Դու չգիտես, որ էդի սաղկյանք աշխատը այդքան փող չի ավակի։ Դա արդեն ինչ չի հետաքրքրում։ Նա առանց իմ գիտության իմ փողերը ներդրել է մի ավանտյուրի մեջ և թող բարի լինի ետ վերադարձնի։ Չէ, Զավեն, չէ, քո նպատակը փողը վերադարձնելը չի, Զավեն։ Դու ուրիշ բան ես մտածել, չէ՞։ Բայց դու իհարկե, դու ինձ դրա մասին բան չես ասի։ Այո, չեմ ասի։ Ասա կամոն։ Այս արդեն դրա մասին տեղեկ եմ։ Դու հիմա որտեղ ես։ Տղեկին ասա թող գան, ես հիմա կգամ։ Միրոն որ եկավ, սաղից կուզենա տենա։ Դե ես գնացի Զավեն։ Ու հուսով եմ, որ դու քո խոստումները կկատարես։ Ես էլ հուսով եմ, որ առաջինը տեղյակ կլինեմ Միրոյի բոլոր ծրագրերի մասին։
Առավել եւս այն ծրագրերի, որոնք անմիջական առնչություն կունենան ինձ հետ։ Ես կկապվեմ քո հետ, եթե կարիքը լինի։ Ինչ ա եղել Նորիկ, ինչ ես ներվայնացել։ Այդ հարցի պատասխանը Լիլիթ ինձանից լավ գիտես, ու պետք չի որ դա ինձ հարցնես։ Գիտես ինչ պետք չի ինձ մեղադրել նրանում, որ Գայանեն հիմա թիկնապայի հսկողության տակ պետք է լինի։ Եթե չես մոռացել, դու ինքդ էիր պնդում, թե նրան վտանգ ա սպառնում։ Հա Լիլիթ, պնդում էի, բայց ինձ չի թվում, որ այդ թիկնապայի հայտնվել ինչ-որ հարցերին լուծում կտա։ Ինչ մեծ սխալ գործեցինք, որ չհեռացանք Հայաստանից։ Ինչու՞մն ա պրոբլեմը Նորիկ, ես չեմ հասկանում։ Քո մեջ տագնապ կար, որ Գայանեին վտանգ ա սպառնում ու Հովիկը միանգամից միջոցներ ձեռք առավ։ Ու այս պահին դա միակ խելամիտ լուծումն էր, որ մենք հանգիստ լինենք երեխու համար։ Իսկ հետաքրքիր ա Լիլիթ, երեխուն ինչ պատասխան ենք տալու, հա? Որ ինչ-որ օտար մարդ իրան ամեն օր դպրոց ա տանում, հետո տուն ա բերում, հա? Այդ երեխու համար ստրեսային վիճակ կսկսվի։ Երեք ասեցի խոսեմ նրա հետ, չթողեցիր։ Ասեցիր, որ ինքդ ամեն ինչ կբացատրես։ Ասեցի Լիլիթ։ Բայց ամբողջ գիշեր մտածում էի։ Չկարողացա ինչ-որ խելամիտ բան մտածել։ Գանեն մի ամիտ չի Լիլիթ։ Միանգամից կհասկանա ինչ ա կատարվում։ Իսկ ես չեմ ուզում, որ երեխեն մտածի, որ իրան ինչ-որ վտանգ ա սպառնում, որ այդ վախի ու սարսափի զգացողության մեջ չապրի։ Եթե դեմ չես, արի ես հիմա երեխու հետ խոսեմ ու ամեն ինչ նրան բացատրեմ այնպես, որ նրա մեջ ոչ վախ առաջանա ու ոչ էլ ինչ-որ զգացողություն, որ իրեն կարող ա վտանգ ա սպառնում։ Դեմ չեմ Լիլիթ խոսի։ Ոնց ես բալես։ Լավ։ Մամի չի չեք թողում դպրոց գնամ, 15 րոպեից զանգը կտա, ես ուշանում եմ։ Չես ուշանա։ Գայանե ջան, այսօրվանից սկսած քեզ դպրոց կտանի ու կբերի մի երիտասարդ։ Նրան Հովիկն ա ուղարկել։ Ինչի։ Նա ուզում ա հոգ տանի քո մասին, դրա համար էլ վարորդ ա վարձել, որ ուղեկցի քեզ։ Բայց դպրոցը մոտիկ է, ես միշտ ընկերներիս հետ ոտքով եմ գնում։ Գիտեմ, ցավը տանեմ, գիտեմ։ Բայց Հովիկը այդ կերպ ուզում ա ինչ-որ մի բան արած լինի քո համար։ Ու եթե մենք նրան մերժենք, կնեղանա։ Հասկանում ես, չէ՞ ինձ։ Լավ, արի այսպես պայմանավորվենք։ Թող այդ տղան քեզ մի քանի օր տանի դպրոց ու տուն բերի։ Հետո մենք Հովիկին կասենք, որ էլ դրա կարիքը չկա, հա։ Լավ, մամ։ Եկավ այդ տղան, այո սա կտվերցրու արի։ Համել չուշացար, արդեն ժամն է։ Բարև Նորիկ։ Բարև Հովիկ։ Ինձ Հովիկն ա ուղարկել, երևի արդեն տեղյակ ես։ Հա, տեղյակ եմ։ Քանի երեխան չի եկել, ուզում եմ մի բան զգուշացնեմ։ Աշխատի երեխու մոտ ատրճանակ ցույց չտաս ու այդ ձեր գողական ժարգոնով չխոսաս երեխու մոտ։ Ինձ Հովիկն արդեն ամեն ինչ բացատրել է, հանգիստ եղեք։ Հովիկը բացատրել է, հիմա էլ ես եմ ասում։ Ու պետք չի որ ինձ հանգստացնես։
Եթե երեխան ինչ-որ բանից դժգոհեց, անձամբ ինձ հետ ես գործ ունենալու։ Հասկանալի է։ Մեկ եկանք։ Բարև ձեզ։ Բարև Ռաֆա ջան։ Բարև Գայանե ջան։ Մենք կարանք գնանք, որ չուշանանք դասից։ Հա, գնացեք։ Լավ այդքան մի մտածի Նուրիկ, ամեն ինչ լավ կլինի։ Սա ժամանակավոր երևույթ է։ Ոնց ես բաց է թողնում, կարակ գնաք։ Իսկ ո՞ն չի ուզում բացատրություն տա, թե ինչի է սաղ գիշեր մեզ իրա պատվալում պահել, Գարիկ։ Ես էլ ավելացնելու բան չունեմ, նրան ինչ-որ ասեցի, բայց եթե պրետենզիաներ ունեք, դուք լավ գիտեք, ոնց է պետք ներկայացնել։ Ես ոնց հասկացա, դուք արդեն պարզել եք, թե ով է իրականում կանգնած այդ կրակոցների հետևում։ Դրա համար էլ մեզ բաց եք թողնում։ Տենց է, Գարիկ։ Դե դրա անունն ասա, որ մենք իմանանք, թե ում պատճառով ենք ստեղ հայտնվել։ Արի գնացինք Երեմ։ Մեզ թե ոչ մի բան չեն պատրաստվում ասեն։ Իսկ դու Գարիկ հովայինք փոխանցես, որ այս դեպքը անհետևանք չի մնա։ Մեզ այդ արդար չեն վարվել, ու մեղավորը պետք է պատասխան տա։ Ես հուսով եմ, դու հովոյի մասին չես խոսում մեղավոր ասելով։ Մենք մեր հերթին լուրջ աշխատանքներ ենք տանում, ու շատ շուտով կպարզենք, թե ով էր կանգնած, թե մեր իրավաբանի անհետացման, թե տան վրա հարձակման հետևում։ Ու երբ որ կպարզենք, այն ժամանակ դուք կտեսնեք, թե մենք ոնց ենք պատժում մեղավորներին։ Պարզեք։ Բայց այս դեպքը պարզելու կարիք չունի։ Գնացինք Երեմ։ Գարջան։ Բարև Գոքոր ջան։ Հա, ոնց ես։ Ոնց պիտի լինեմ Գարջան, օրոդի պատճառով տիկուն գնաց Գյուլի բերան։ Ինչ են ասում բժիշկները, ոնց է։ Արք Աստծո, ամեն ինչ լավ է։ Կրիզիսը անցել է, բժիշկներն ասում են, որ շուտ կվերականգնվի տիկուն։ Լավ է։ Դուք ես պետք է այս կրակոցներում չմեղադրես, Գոքոր ջան։ Ոչ մեկս չէր մտածի, որ այդ տվարը նման քայլ կանի։ Չհասցրի դրան սատկսնեի, Գար, սպես նազնեկավ։ Մենք դրա շանսը հələ կունենանք, Գոքոր։
Տունն ա ովոն։ Հա, ուզում էր Տիկոյի մոտ գնայինք։ Արի բարձրանանք վերև իրար հետ դուրս կգանք։ Այդ ամենը պարզ է ինձ։ Ես ուզում եմ հասկանամ։ Միլիոն ինչքան հեռում կարա գնա։ Փաստորեն որոշումը արդեն կա։ Մնում է կատարած։ Լավ, հասկացա քեզ։ Մերսի ինֆորմացիայի համար։ Բարեբախր։ Ես արդեն մանրամասն տեղյակ եմ ինչ ա եղել, ուզում եմ ասեմ, որ քո մեղք այդ հարցում չկա։